Խաչաձև վաճառքը մեզ մոտ ունի 3 պարզ ուղղություն։ Առաջի ուղղությունը դա համատեղելի ուտեստների վաճառքն է։ Օրինակ, բուրգեր ֆրիով։ Երկրորդ բաժինը մեզ մոտ հավելումներն են։ Հավելումներ, որոնք ավելի համեղ են սարքում մեր պատվերը։ Օրինակ, բուրգերի հետ էքստրա պանիր, խորոված արած սոխ, գրիլ արած սոխ, ամեն ինչ, ինչը ավելի համեղ եւ ավելի ախորժալի կդարձնի մեր պատվերը։ Եվ երրորդ ուղղությունը դա մեզ մոտ խմիչքի վաճառքն է։ Օրինակ, վերցրել է մեր հյուրը ձուկ, ինչի հետ կսազի համատեղելի սպիտակ գինի։ Մենք մեր մատուցողներին պետք է սովորեցնենք, թե որ ուտեստը ինչի հետ է համատեղելի, որ ուտեստի հետ, որ խմիչքներն են համատեղելի։ Եվ այսպիսով հիշում ենք շատ կարևոր տեխնիկա, որը կոչվում է խաչաձև վաճառք։ Համատեղելի ուտեստների ցանկ, որոնք պարտադիր է, որ մեր մատուցողը իմանա անգիր։ Նաև եւս մեկ կարևոր խորհուրդ, նաև ընտրեք նախադասություններ, որոնք որ կօգնեն ավելի հեշտ մեր մատուցողին վաճառք կատարել։ Լինում է դեպքեր, երբ որ մեր մատուցողը շատ լավ գիտի մեր մենյուն, բայց վախենում է առաջարկներ անելուց կամ չգիտի ինչպես ճիշտ մոտենա։ Սպասարկման ոլորտում մենք պետք է ունենանք բաց նախադասություններ, որոնք որ մեր հյուրին կուղղորդեն վաճառք կատարել։ Դրա համար իմ խորհուրդն է ունենալ աղյուսակ, որի վրա գրված է համատեղելի ուտեստներ, ինչի հետ ինչ առաջարկել, ինչի հետ ինչ չառաջարկել, եւ նաեւ նախադասություններ, որոնք որ կօգնեն մեր սպասարկող մասնագետի մատուցողի աշխատանքը հեշտացնել։